Օրական 2 լիտր ջուր խմելը պարտադիր է։ Ոչ, պարտադիր չէ։ Ջրի պահանջը եւ ընդունվող քանակը բնականաբար կախված է մի շարք գործոններից, մասնավորապես ֆիզիկական ակտիվությունից, տարվա եղանակից, առկա հիվանդություններից։ Որոշ դեպքերում մենք եւս խորհուրդ ենք տալիս գաստրոենտերոլոգիական հիվանդությունների դեպքում, օրինակ, ջրի քանակը սահմանափակել։ Եթե խոսքը վերաբերվում է առողջ մարդկանց, միանշանակ ասել, որ օրը 2-ից 2.5 լիտր հեղուկ պետք է ընդունել, այդպես չէ։ Եվ պետք է չմոռանալ, որ որոշ մթերքներ, ինչպիսիք են բանջարեղենները, մրգերը, ապուրները եւս հեղուկ մասա են պարունակում եւ դա եւս գումարվում է ընդունվող հեղուկի քանակին։ Ուտելու ընթացքում ջուր խմել չի կարելի։ Պատասխանը միանշանակ չէ եւ այո կան հիվանդություններ, որոնց դեպքում մենք հստակ ասում ենք, որ ուտելու ընթացքում հեղուկներ ընդունել չի կարելի, որովհետեւ այո հեղուկը մեծացնում է օրինակ ստամոքսի ծավալը եւ հետո նպաստում է ստամոքսի պարունակության հետ հոսքին դեպի կերակրափող եւ լինում են դեպքեր, որ մենք ասում ենք, որ այո ուտելու ընթացքում հեղուկներ ընդունել չի կարելի։ Օրինակ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը։ Առողջ մարդը եթե ընդունում է քիչ քանակի սնունդ եւ զուգահեռ ընդունում է քիչ քանակի ջուր, որևէ խնդիր կարող է չառաջանալ, բայց եթե ընդունած սննդի ծավալը մեծ է եւ զուգահեռ խմում է մեծ ծավալի հեղուկ, այո դա կարող է մեծացնել ստամոքսի ծավալը եւ նպաստել հետ հոսքի նաեւ առողջ մարդկանց շրջանում։ Հենց դրանով էլ բացատրվում է, որ երբեմն մարդիկ շատ ուտելիս եւ խմելիս ունենում են հետ հոսքի կամ այրոցի զգացողություն։ Կծու խոց են առաջացնում։ Ոչ, երբեք այդպիսի բան չկա, սա հստակ միֆ է։ Խոցի առաջացման պատճառը Helicobacter pylori վարակն է, արդեն ապացուցված, հաստատված, կծու սնունդը ստրեսը երբևէ խոց չի առաջացնում։ Եթե կա խոց արդեն առաջացած հիվանդություն, միգուցե կծու սննդից, օրինակ, ինչ-որ գանգատ առաջանա, բայց ինքնին կծու սնունդը, որ առաջացնի ստամոքսային պաթոլոգիա, ոչ։ Խոցը հնարավոր է բուժել սխտորով եւ թթի օղիով։ Ոչ եւ միանշանակ ոչ։ Խոցի առաջացման պատճառը Helicobacter pylori վարակն է եւ որոշ տեսակի ցավազրկողներ եւ բնականաբար խոցի բուժումը տվյալ պարագայում Helicobacter pylori վարակի էրադիկացիոն թերապիան է եւ ոչ մի պարագայում խոցը թթի օղիով կամ սխտորով կամ այլ թուրմերով բուժել չի կարելի։ Քնելուց առաջ միրգ եւ բանջարեղեն չի կարելի ուտել։ Պատասխանը կրկին ոչ միանշանակ է, կախված է անձը ունի ինչ-որ ստամոքսային պաթոլոգիաներ թե ոչ եւ կան այո վիճակներ, որոնց դեպքում եւս մենք խորհուրդ չենք տալիս երեկոյան ուշ ժամերի ուտել հատկապես մրգեր։ Մենք այո միշտ նշում ենք, որ մրգերը օգտակար է, պետք է օրվա ընթացքում պարտադիր լինի մրգի ընդունման ժամ, բայց չպետք է մոռանալ նաեւ, որ կան մրգեր, որոնք ունեն շաքարի բարձր պարունակություն, օրինակ ձմերուկը, բանանը եւ այդ մրգերը հատկապես երեկոյան ուշ ժամերի օգտագործել կարող է բարձրացնել արյան մեծ շաքարի պարունակությունը, նյութափոխանակային տեղաշարժեր առաջացնել, բայց ընդհանրապես եթե անհատը օգտագործում է միրգ, օրինակ նաև երեկոյան ժամերին եւ չի ունենում որևէ ստամոքսային գանգատներ, կարող է օգտագործել։ Դեմքի ակնեի պատճառը աղիների վատ աշխատանքն է։ Սա միֆերից ամենամիֆն է, ակնեն, մաշկային տարատեսակ նմանատիպ խնդիրները հաճախ կապում են աղիքային խնդիրների հետ։ Պետք է այստեղ նշել, որ մեր աղիքներում ապրում են տարատեսակ միկրոբներ եւ նույնիսկ որոշ գիտնականներ սա համարում են առանձին օրգան եւ միկրոբների տեղաշարժը, ինչպես քանակային, այնպես էլ տեսակային, այսպես ասած դիսբիոզը, այո, կարող է առաջացնել ոչ միայն ստամոքսային, այնպես էլ արտաստամոքսային այդ թվում մաշկային խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ ակնեն կամ նմանատիպ պաթոլոգիաները կապված են աղիներում այսպես կոչված թունավոր նյութերի կուտակման հետ եւ բնականաբար գոյություն ունի աղիք մաքրել հասկացողություն եւ աղիքները մաքրելով նմանատիպ խնդիրներ չեն բուժվում։ Սննդի որոշ տեսակներ հիվանդություններ են առաջացնում։ Այո, կան հիվանդություններ, օրինակ գլյուտեն զգայուն էնտերոպաթիան կամ ցելիակիան, որը առաջանում է ցորենի, գարու, աշորայի կազմում առկա գլյուտեն սպիտակուցի ընդունման պարագայում։ Բնականաբար այստեղ հիվանդության առաջացման պատճառը հենց տվյալ մթերքների օգտագործումն է։ Որոշ մթերքներ, ինչպիսիք են օրինակ քաղցր ըմպելիքները, տրանս ճարպերով հագեցած սնունդը, օրինակ ֆասթ ֆուդը, այո, կարող են նպաստել ճարպակալման առաջացման եւ բնականաբար պետք է նշենք, որ գոյություն ունեն սննդային անհատ
ճակատական ալերգիաներ, այսինքն որ որոշակի սնունդ կարող է առաջացնել ինչ-որ սննդային ալերգիաներ։